Ալեստես քո սիրած բիսկվիտից եմ պատրաստ է։ Կուտես մի կտոր։ Թե եմ բերել, գոնե մի փոքր խմի։ Սենց չի լինի։ Դու հասկանում ես, եթե սենց շարունակես ինչ կլինի, մի հիվանդություն ձեռք կբերես, կհյուծվես։ Ախր դու ուժեղ աղջիկ ես։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց դու պարտավոր ես հաղթահարել ես դժվարությունը։ Պետք է հավաքես քեզ։ Սենց տանջվես ինձ էլ հորդ էլ քեզ էլ մահվան դուրը կհասցնես։ Խնդրում եմ, մի բան կեր։ Լավ, ես աստեղ թողեմ, կարող եմ մտքովդ անցնի, գոնե թե խմես։ Ավակ ինչ պետք է անենք։ Անգելինան սարսափելի վիճակի մեջ է։ Վերքը թարմա, սպասել է պետք է։ Ինչքան սպասենք։ Միևնույն է, ժամանակը չի օգնի։ Քեզ թվում է դեն շուտ կմոռանա։ Տարապելու է, ես չգիտեմ։ Ես չեմ ուզում իմ երեխուն այդ վիճակում տեսնել։ Բա ինչ անենք։ Բացի համբերելուց ես ուրիշ ելք չեմ տեսնում։ Պատմենք։ Ես ես մտածում, որ ավելի կտարապի ճիշտ իմանալուց։ Քանի մա որ կարծում է, թե Հենրին է իրան թողել։ Չգիտեմ։ Ես իմանալ այս վիճակում եմ, որ ոչ մի բան ընկալելու ունակություն չունեմ։ Ես մենակ մի բան եմ ուզում, որ իմ երեխես այս վիճակից դուրս գա։ Մի բան պետք է անենք ավակ, մի բան մտածենք։ Արի մոռանանք ու վայելենք այս պահը։ Վախենում եմ։ Վախը հավասար է պարտության։ Դու հանգիստ տեղի ու վստահ ինձ։ Ու հավատա, որ մեր սերը կհաղթի։ Վստահում եմ։ Ինչ է աղան այդ խոստումներդ, ինչքան շուտ ինձ մոռացար։ Մարուզես։ Արև ձեզ։ Կարելի է, չէ՞։
Եթե իհարկե Սեմը տանն է։ Հա, տանն է։ Համեցեք։ Մերի։ Հյուրեր ունենք։ Ողջույն համախոհ ես, գալուց առաջ մտածեցի զանգելու կարիք չկա, խնդիր չի լինի։ Հանգիստ եղեք, կարիք չկար զանգելու։ Նստեք։ Շնորհակալ եմ։ Սուրճ կխմեք։ Չեմ հրաժարվի։ Ասում ես, ես ձեր հարևաններին չեն խառը։ Ինչ հարևաներ։ Այն որ իրար հետ մի տան պես եք։ Փաստորեն դուք ինձանից իրազեկված եք ամեն հարցում։ Ես չգիտեմ, թե ում տանը ինչ է կատարվում։ Լավ չի էլի, լավ չի, սխալ է։ Դե սխալը ճիշտ է, էդ է։ Որ իմանայի չես օգնելու, քեզնից շատ բան գիտեմ, էլ ոչ էլ կգայի հասնի ստեղ։ Շնորհակալ։ Դե բայց քանի եկել հասել եք, կարող է դուք ասեք, թե ինչ է կատարվում մեր հարևանների տանը։ Մերի։ Հա ինչ, Սեմ, հետաքրքիր է։ Չի կարելի հարցնել։ Իհարկե կարելի է հարցնել։ Ես կասեի պարտադիր է հարցնել, պարտադիր է իմանալ։ Թորս ու ձեր հարևանուին ամուսնացել են։ Կամ էլ փորձել են ամուսնանալ։ Մի խոսքով այդ շեմին են եղել։ Իրենց բարի բախտ։ Մեր հետ ինչ կապ ունի։ Մտերիմ եք, մտածեցի կհետաքրի։ Դե չեն հասցրել ամուսնանալ։ Ինչ որ բան խանգարել է, կամ ինչ որ մեկն է խանգարել։ Ամենայն դեպս, եթե սովորաբար հարցներն են փախչում, այս դեպքում փեսան է փախչել, այսինքն թորս։ Հետաքրքիր է։ Պես գործից գլուխ հանող մարդը ոնց է հերվից երևում։ Ինձ էլ էր հետաքրքիր։ Դրա համար էլ եկել եմ։ Թե չէ ծանր տեղս չէի թեթևացնի։ Լսի ինչ եմ ասում, բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակներն օգտագործում եք, ման եք գալիս, ամեն տեղ։ Եթե լսի ինչ, լսի լեզվիդ մի տուր։ Եթե տեղեկը քիչ են, զանգում ես են Հովոյին, Միսակին, Սակոյին։ Դու են Արսենին էլ զանգի թող գան միասին բոլորդ գնացեք մանեք եք կտեք։ Չհասկացա, ասեղեր ինչ էր այդ երեխեն։ Այս փոքր հանրապետությունում կորավ։ Դավայ։ Հույս ունեմ ժամանակ ունեցար մտածելու ու այդ բաժանվելու թեմայից հրաժարվելու։ Սպասում եմ մինչև Հենրին հայտնվի։ Այդ դեպքում ինձնից չնեղում ես։ Սպառնում ես։ Ընդամենը զգուշացնում եմ։ Ու ինչ ես անելու։ Առանց ոչ մի բան։ Դու ճշմարտության կողմնակից ես, չէ՞։ Ատում ես սուտը, սիրում ես լսել ճշմարտությունը։ Ես էլ հենց այդպես էլ կվարվեմ։ Կբացեմ բոլոր խաղակարտերը եւ Հենրիին կասեմ ճշմարտությունը, կասեմ, որ դու իր իսկական մայրը չես։ Այդ ժամանակի ինչ ուզում ա թող լինի։ Դու տենց բան չես անի։ Կանեմ, լնել ոնց կանեմ։ Չես էլ պատկերացնում։ Հասկանում ես, որ դրանով ավելի շատ Հենրիին ես վնասելու։ Ոչինչ, մեծ տղա է, կդիմանա։ Ալո։ Ինչ նորություն։
Մարդը չի կարող կտրվի բազմախբյուրից, հո զորով չի։ Տեսնող է եղել։ Հենի ինչ է, բայց մեքենան հա։ Ինչ էիր ուզում։ Սիրում է երեխան, դու իրոք չես հասկանում ինչ ես արել իր հետ։ Իսկ ինչ անեի։ Շատ հետաքրքիր է։ Թողնեի ամուսնանային։ Իսկ որ աղջկա տեսնում ես։ Գրկելու ցանկություն չես ունենում։ Չնայած Աստված էլ գիտի ինչ է անում։ Անգելինայի սիրողուն նվիրված ընտանիք է տվել։ Տենց էլ ինձ չհասկացար։ Կորացա ես։ Միլացի, խնդրում եմ։ Այնքան ես լացել աչքերը տուրել եմ։ Հոգում Աստված մկա հոգնել է։ Չեմ ուզում ոչ մի բան լսեմ, տեսնեմ։ Հոգի հոգնել եմ ես անմոռկային իրականությունից։ Ուզում եմ շատ հեռու գնամ շատ։ Չէ։ Չասես։ Փախնելը փրկություն չի։ Չասես իմ աղջիկ։ Խնդրում եմ։ Ինչ անեմ։ Ավելի թեթև նայի հարցերին։ Չի ստացվում։ Կստացվի։ Իմ լավ աղջիկ։ Կորացա ես։ Արի Մերի ջան, արի։ Շուտվանից չես եկել։ Վատա։ Ճիշտ եք։ Շատ ուշուշ ենք սկսել հանդիպել։ Դուք ես տան երեխեքն եք։ Դու Անգելինայի համար քրոջ պես ես եղել։ Եթե անգամ ինչ-որ բան է պատահել, պետք է խոսեք, բարձաբանեք ու անցնեք առաջ։ Ու շարունակեք էլի այդ մոտեցումը։ Անկեղծ ասած իմացա, որ Հենրին ու Անգելինան որոշել էին ամուսնանալ, բայց հարսանիքը չի կայացել։ Անգելինան չի ուզում հասկանա, որ Հենրին իր բաժինը չի, որ իրանց ամուսնությունը ուղղակի անհնար է։ Իսկ միգուցե շատ են սիրում իրար։ Երբեմն սերը չի հերիքում։ Բայց լավ ինչի չաղարկվեց հարսանիքը։ Հենց ստորագրելու պահին Հենրին հոր հետ թողեց ու դուրս եկավ սրահից։ Երևի հիմա Անգելինան շատ վատ վիճակում է, չէ՞։ Շատ տառապում է երեխան։ Լավ, իսկ կարող եմ բարձրանալ մոտը։ Հա, իհարկե։ Մերի ջան, խնդրում եմ խոսա, միգուցե, չգիտեմ, խոսա, կիսվի քո հետ, մի քիչ խաղաղվի։ Լավ, բարձրանամ։ Մտեք։ Կարելի է, չէ՞։ Հա, արի։ Անգելի, ես չեմ ուզում քեզ սենց կոտրված ու ընկճված տեսնել։ Ես էլ չէի ուզում։ Բայց կյանքում մարդիկ են ինձ կոտրել։ Բայց մենք պետք է չէ հաղթահարենք այդ մարտահրավերները։ Ես հոգնել եմ վայքարելուց։ Ուզում եմ ուղղակի սիրեմ, երջանիկ լինեմ, հանգիստ ապրեմ։ Բայց պարզվում է կան մարդիկ, ովքեր միշտ խանգարում են քո երջանիկ լինելուն։ Ու ամենացավալին գիտես որն է։ Որ այդ մարդիկ քո հարազատներն են։ Իմացել եմ ինչ ա եղել։ Տիկին Վիկտորիան պատմեց։ Ու Անգել չնայած նրան, որ այս վերջերս մեր հարաբերությունները սառել են, հավատա ես մեծ ցավ եմ ապրում, երբ քեզ այս վիճակում եմ տեսնում։ Ու կներես, բայց պիտի ուղիղ ասեմ։ Դու հենց սկզբից պիտի հասկանայիր, որ այդ տղան չի կարող քո հանդեպ լուրջ մտադրություններ ու զգացմունքներ ունենալ։
Մերի դու լուրջ եկել ես ստեղ, որ էդ ասես։ Անգել ուղղակի քեզ այս վիճակից միայն սթափեցնող իրականությունը դուրս կհանի։ Դու այդ քո սթափեցնող իրականությունը վերցրու ու դուրս գնա սենյակիցս Մերի։ Անգել։ Դուրս գնա ասում եմ։ Հետ արի ու բոլորին ապացուցի, որ մեր սերն ուժեղ ու անկեղծ։ Խնդրում եմ քեզ Հենրի։ Հել ուժերս չեն հերիքում։ Ձեթ ջան, բա ինչի՞ սենց ուշացար։ Օրս չի երիքում, անելիքները շատ են բալես։ Գործնականը մի կողմից, անձնականը մյուս կողմից, մարդ չգիտի, որ կոնվազի։ Լավ, հլա ասա տնեմ ինչ կխմես, ձեթ ջան։ Էդ դու ես պատիվ տալի։ Հա, ինչի չի կարելի։ Չէ կարելի է, ինչի չի կարելի։ Ուղղակի չեմ հավատում, որ այդքան մեծացել ես։ Աչքներս բացում փակում ենք, մեկ էլ տեսար հոպ ամուսնացակ։ Այ Միչայելոց, Մերին ստում էի գնացել։ Վերջը տեղել հասար պապի։ Հենրի հարսնացուի հարևաններն են։ Ուզում էի տեսնել ինչի հարսանիքը չի կայացել։ Իրենց միջով կարծում եմ սև կատու է անցել։ Խոսեցի, պարզում է իրանք ինձնից ավելի անտեղյակ են։ Ինձ թվում է Հենրիի հարսանիքից թողել գնալը ինչ-որ կապ ունի այն աղջկա վերցնովի լինելու հետ։ Դու որտեղից գիտես դրա մասին։ Մերին է մի անգամ խոսքի մեջ ասել։ Մտածում ես դրա հետ է կապված, հա։ Վստահ չեմ, ավելի շատ ենթադրում եմ։ Բայց ուղեղդ շատ լավ է աշխատում, ասեմ քեզ։ Այս պատմությունը գնալով հետաքրքրանում է։ Հետո։ Էլ ինչ հետո ձեթ ջան, այդքան է։ Ասուրեն Հեներին իմացել է դրա մասին ու հարսանիքը ստոպ է տվել։ Այստեղ ինչ-որ մի բան չի կպնում։ Հետաքրքիր նյուանս կա այստեղ։ Շատ։ Պետք է պարզել։ Բայց դու ինչ ես այսքան հետաքրքրված ես պատմության։ Ոնց թե թորս է տղա ջան։ Ինձ համար ինչ տարբերություն, դու թե Հենրին։ Եվ դե իհարկե տարբերություն կա։ Նկատի ունեմ ուրիշ մարդ չի, ոնց դու, տենց էլ ինքը։ Լավ, ձեթ ջան, չասիր ինչ կուզես խմելու կամ ուտելու։ Ոչ մի բան։ Մի տեսակ ախորժակս փակվեց, բալես։ Արի դուրս կանք, Հենրիի մասին ինֆորմացիա ունեմ։ Փառքը շատ դեր Աստված, հազիվ մի լավ բան լսեցի, կարի։ Հա, խոսեցիր հետը։ Փորձեցի, բայց չստացվեց։ Քեզ էլ չլսեց։ Ոչ միայն չլսեց, այլ նաև սենյակից դուրս հանեց։ Լրիվ անկառավարելի է դարձել։ Իրականում Անգելինայի վիճակը ինձ էլ վախեցրեց։ Մտածում եմ կարող է հոգեբանի դիմեք։ Մենք էլ ենք դրա մասին մտածել։ Լավ, ես գնամ, բայց հենց պետք լինեմ կզանգեք։ Տիկին Վիկտորիա որ ժամն էլ ուզում է լինի անպայման կզանգեք, հա ես կգամ։ Լավ, Մերի ջան։ Ստեսություն։
Հաննա Բագրատովնա, հերից լուր ունեք։ Չէ բալես, ճիշտը որ ասեմ, ես էլ քեզ նույն հարցով էի զանգել։ Միքայելին ասել են, որ Հենրիի մեքենան բազմախբիրում են տեսել։ Ոնց եկել, հա։ Չէ, ես իրան չեմ տեսել։ Չէ, տեղեկությունը հստակ չի։ Երևի սխալվել են կներես բալես քեզ ավելորդ անգամ անհանգստացնելու համար։ Երանի այստեղ լիներ։ Չնայած հարցիս պատասխանը գիտեմ, բայց ասա տեսնեմ ոնց ես։ Չգիտեմ։ Ուզում եմ քնամ ու չարթնանամ։ Ուզում եմ մեռնեմ։ Այդպես մի խոսի։ Սիրտս պայթում է, որ չեմ կարողանում քեզ օգնել։ Այս աշխարհում ինձ մի հոգի կարա օգնի։ Բայց ինքն էլ թողեց ու գնաց։ Հիմա ես ինձ ոնց պահեմ, մամ։ Ինչ ասեմ։ Գնամ ասեմ։ Բարև իմ քույրիկ։ Արի ծանոթանանք։ Չնայած ես պապայի նման լավ ունակություններ չունեմ, որ այդքան անեմ։ Ժամանակը պետք բալես։ Ժամանակը պետք որ դու ես իրականություն ընդունես։ Ոչ միայն դու, մենք բոլորս պիտի ընդունենք։ Կներես, բայց ես պիտի դուրս գամ։ Ուզում եմ գնամ Անգելինային տեսնեմ։ Նոր հետ հեռախոսով խոսում է երեխեն ահավոր վիճակում է, ես արդեն վախենում եմ, որ ինքը կարող է իր կյանքին վնաս տալ։ Գնամ տեսնեմ ոնց է։ Գնամ ոնց է։ Ասում ես Աննա սուր գնաց։ Ասեց պիտի Անգելինային տեսնի։ Հայ Աստված իմ։ Ինչի ամեն ինչ այսպես խառնվեց իրար էլ։ Խելագարվել կարելի է։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հյուրեր ընդունում եք։ Դերս եկեք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եմ նստել։ Նստեք։ Շնորհակալ եմ։ Այսպես ավելի հարմար է։ Որովհետև հեշտ թեմայով չենք խոսելու, խորհուրդ կտայի դուք էլ նստեք։ Շատ խորհրդավոր եք խոսում։ Միգուցե անցնենք բուն թեմայի։ Ես հասկանում եմ, որ իմ այցը զարմացրել է ձեզ։ Անցյալում թաղված գաղտնիքներ կան, որը մեզ բոլորիս կապում է միասին։ Հավանաբար դուք գիտեք, որ ես Հենրիի պապն եմ, այսինքն Աննայի հայրը։ Ես իմացա, որ իմ թորանս հարսանիքը չեղարկվել է։ Ես ափսոսում եմ միայն մեկ բանի համար, եթե ես իմ խոսքով կարողանայի օգնել Հենրիին ու ձեր աղջկան, ես այն վաղուց թաղված ճշմարտությունը բացահայտած կլինեի, ասելով, որ Անգելինան ձեր աղջիկը չի։ Պիտի որ ես լինի։ Դե հաստատ ես էլի։ Շախունցների թորել որտե պետք է մնա, եթե ոչ սենց տեղ։ Բարև ձեզ։ Այդ ոնց է ստացվում, որ ամենաանսպասելի տեղերում միշտ քեզ ենք հանդիպում։ Կարապետ։ Ոնց տնում եք Հենրիի միակ հարալ զուլալ ընկերը ես եմ։ Արեսի որ ընկերությունից չի խոսում։ Ջանս փշակը աղվում է։ Չեղած մազերս բիզբիզա կանգնում։ Չէ, ձեզ Հենդո ջան։ Իրականում ես Հենրիի համար այդքան էլ վատ ընկեր չեմ։ Հերիք այդ լոլոները պատմես, ուր է Հենրին։ Երկրից գնաց։ Հիմա դու ինչ երեսով ես եկել մեր տուն։ Ոնց։ Ես չգամ բաղով գա։ Մեր երեխեն տառապում է։ Ու դա քո փեսու շնորհքն է։ Մենք Աստծո շնորհակալ ենք, որ Անգելինան մեր աղջիկն է, որ մեզ է բաժին ասել։ Բայց քո փեսան արդեն մի անգամ դաժանավարվի այդ երեխու հետ։ Ու հիմա երկրորդ անգամ հարվածը հասցնում։ Մի րոպե, ես ինչ-որ բան չեմ հասկանում։ Բայց ավելի լավ ասուս մնամ։ Իրենք իրենց ճարն ասեն։ Մենք հասկանում ենք, որ հիմա Հենրիի համար էլ հեշտ չի, բայց դուք պետք է իմանաք, որ Անգելինան ահավոր վիճակի մեջ է։ Տառապում է։ Հենրին էլ պակաս չի տառապի, եթե ոչ ավել, մանավանդ ինքը ճշմարտությունը գիտի, ինքը գիտի, որ Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են։ Բայց մեկը ես չեմ հասկանում քո իմ տուն գալու նպատակը։ Ու նաև չենք հասկանում, թե դուք ոնց եք ձեր աղջկան տվել Միքայել կոչվածին։ Մի մարդու,
ով տարիներ առաջ հարազատ աղջկան բերեց տվեց մեզ։ Հետո էլ թույլ տվեց իր որդուն, որ սիրի իր հարազատ քրոջը։ Գի բխավի, Անգելինան կարալս։ Բարձացի վերև։ Իսկ դու այստեղ գալու փոխարեն քո փեսայի տուն պիտի գնաս։ Այնպես որ դուրս իմ տնից։ Ես ինչ շոկի մեջ ինձ գցի Շավակ եղբայր։ Չեմ հասկանում։ Ինչ կա շոկի մեջ ընկնելու, եթե այդ ինֆորմացիայով էիր եկել։ Անգելինա։ Անգելինա։ Ավակ։ Ավակ։ Անգելինա սենյակում չի։ Դուրս եկե չենք նկատել։ Արա թորը սուր արա։ Ձյաց հենց օտենց մինա էլի ցավտան եմ շաքարած բարձացավ։ Հեսա կարող է ճնշումը դել բարձրանա։ Հա բայց ես ինչ եմ արել սենց գրոհել եք։ Ճակատամարտը ինչա գրոհեցինք։ Այն է եղել որ դու հերիի տեղը գիտեիր ու չես ասել։ Հա բայց ձյաց Միքո Ձենդ։ Միքայել, ես զարմանում եմ, թե ոնց ես դու վստահում ես թշվառին։ Ես քեզ զանգեցի, հարցրեցի որտեղ է Հենրին, իսկ դու ինձ խաբեցիր։ Ասեցիր, որ հետդ չի։ Ձյաց Միքո, ընկերս նենց վատ վիճակում էր, որ չէի կարա ասեի։ Դու հաստատ այն մարդը չէիր, որ պետք է ծանր պահին տղուս կողքը լինեիր։ Դու Միքայել, զարմանում եմ քո վրա։ Այս թշվառի պատճառով մենք ժամանակ ենք կորցնում, արի գնանք Հենրիի հետևից։ Ես կարայի գայի ու տղուս հետ խոսեի ու ամեն ինչ բացատրեի, բայց քո պես պատճառով կորցրի հնարավորությունս։ Այ հիմի մի հնարավորություն էլ բաց կթողես։ Եթե սկսես սրա հետ չանացեցելը։ Քեզնով հետո կզբաղվենք։ Ինձ մաքուր օդ է պետք, որ ուղեղս լավ աշխատի, այ քեզ շրջադարձ։ Փաստորեն քույր ու եղբայր իրար են սիրել։ Միքայել Շախունց, ես ինչ ես անում։ Ես ինչ խաղաքարտեր ես ինձ տալիս։ Ստացվում է աչուձախ պտտվել, երեխեք ես շարել։ Իմ աղջկան հայր ու որդի չեք հավանում։ Ես Բագրատը չլինեմ, թե քեզ մի լավ թափ չտամ։ Լավ է, որ երեխեն տանը չէր, չլսեց մեր խոսակցությունը։ Մի պա կորցրեց ինքնատիրապետումս։ Բայց մյուս կողմից էլ վտանգավոր է նրա տանը չլինելը։ Բայց ուր է, որտեղ կարա լինի։ Հիմա էլ այդտեղ եմ չկա, որ ասենք գնացել է հետը հանդիպման։ Շատ արագ երեխուն գտնելա պետք է։ Ոյ ավակ մի փորձանք չբերի գլխին։ Մի զանգի մերին կարող է իր հետը։ Չէ, դժվար։ Հաստատ իր հետ չի։ Պետք է երևի գնանք փնտրենք։ Իրավացի ես։ Բայց չհասկացա այդ մարդու գալը մեր տուն։ Ինչ իմաստ ուներ։ Ես էլ չհասկացա ու այդ ուղղությամբ չեմ էլ ուզում մտածել։ Կարևորը երեխուն գտնելն է։ Գնանք։
հիմա երկար ես նստելու այդ ուռենու տակ, թե վերջապես կկանգնես։ Ես քեզ չեմ ներելու, հայրի։ Ես քեզ երբեք չեմ ներելու։